Ալխաս Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Տիկին դատախազ գլխադասային հանձնաժողովում մանրամասն անդրադարձել եք բոլոր թվային տվյալներին եւ բավականին լավ քննարկում ենք ունեցել զեկույցի վերաբերյալ, սակայն այսօր այստեղ ուզում եմ ձեզ հատկապես հարցնել ձեր գնահատականը վերջին 3 տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության վերաբերյալ եւ հարցս հետեւյալն է. արդյոք կան էլի որոշ գործիքակազմեր կամ ինստիտուտներ, որ պետք է ներդրվեն այս պայքարն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան, մենք առանձին գլուխ ունենք հաղորդման մեջ կոռուպցիային վերաբերող, վստահ եմ ծանոթացել եք, հասցրել եք ծանոթանալ, բայց ընդհանուր ձեր հարցի հնարավորությունը օգտագործելով նշեմ, որ մենք մի քանի ուղղություններով մեր կարողությունը, ոչ միայն մեր, այլև քննչական մարմինների կարողությունը բարելավելու աշխատանքներ ենք իրականացնում։ Եթե նկատել եք կոռուպցիոն հանցագործությունների զգալի մասում մենք արդեն փողերի լվացման հանցակազմեր ունենք։ Նախկինում փողերի լվացման հանցակազմը չի կիրառվել օրենսդրական ամրագրման պատճառով, բայց այս խնդիրը հաղթահարվեց Վճռաբեկ դատարանի 2 նախադեպային որոշումների հիման վրա եւ մոտեցվեց միջազգային պրակտիկային եւ դրա հիման վրա մենք կարողանում ենք արդեն ամբողջական պարտավոր չենք ամբողջական ապացուցել պրեդիկատը եւ կարողանում ենք արարքի օբյեկտիվ կողմի նկարագրությամբ ցույց տալ փողերի լվացման մեխանիզմը։ Մենք այստեղ 2 մարտահրավեր ունենք, որոնց ուղղությամբ աշխատում ենք։ Առաջինը դա ֆինանսական քննությունն է, որը տարբերվում է դասական քննությունից, որ իրականացվում է մյուս բոլոր հանցագործություններով։ Օրինակ մարդու դեմ ուղղված հանցագործություններով, սեփականության դեմ ուղղված մի մասով հանցագործությունների մենք բանկային գաղտնիքի հետ չենք առնչվում, բայց կոռուպցիոն հանցագործությունների 90%-ից ավելին կապված է բանկային շրջանառության հետ եւ այստեղ մենք մեր դատախազների կարողությունը բարելավում ենք կրթական ծրագրերի միջոցով, որպեսզի դատախազները կարողանան կարդան եւ հասկանան բանկային գաղտնիքը։ Երկրորդ ուղղությամբ, որ աշխատում ենք եւ կարծես այս տարի առաջին ծիծեռնակները ունենք հաջողության, դա միջազգային համագործակցությունն է։ Տարիներ շարունակ մենք բախվում էինք խնդրի, երբ այլ երկրները չէին կատարում իրավական օգնության վերաբերյալ մեր պահանջները եւ չէին տրամադրում մեզ բանկային տվյալներ կամ որոշակի սեփականության վերաբերյալ տվյալներ, որոնք կոնկրետ անձինք, որոնք մեղադրվում էին կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեր երկրում, ունեին այլ երկրներում։ Բայց հիմա Եվրաջաստի հետ համագործակցության շրջանակներում գիտեք, որ մենք այս տարի պատրաստվում ենք լիազոր դատախազի հաստիկ նախատեսել եւ հաջորդ տարի ուղարկել լիազոր դատախազ Եվրաջաստ, բայց այս փուլում էլ արդեն ունենք պատշաճ համագործակցություն եւ մի շարք երկրներ, օրինակ Շվեյցարիան, որը տարիներ շարունակ դժվարություններ էր ստեղծում բանկային գաղտնիքի տրամադրման վերաբերյալ, հիմա արդեն մեզ տրամադրում է բանկային գաղտնիք պատշաճ մեր կողմից ներկայացված իրավական հարցման շրջանակներում։ Իտալիան է տրամադրում, Հունաստանն է տրամադրում։ Իհարկե կան Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եք շատ լավ աշխատում եւ գիտեք, որ արգելադրված գույք ունենք Միացյալ Նահանգներում, որի շուրջ բանակցություններ են իրականացում, թե որ մասն է վերադարձվելու Հայաստանին, որն է մնալու Միացյալ Նահանգներում։ Ուստի կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված իսկ սխալվեմ, եթե ասեմ, որ ամեն ինչ իդեալական է, բայց մենք գիտենք մեր թույլ կողմերը եւ դա է մեզ համար կարեւոր եւ այդ թույլ կողմերի ուղղությամբ մենք մեր կարողությունների ու քննիչների կարողությունների զարգացման աշխատանք ենք իրականացնում։ Նախկինում փորձաքննությունների ձևաչափով էր, դա հաշվապահական փորձաքննություն էր նշանակվում խնդիրը լուծելու համար, բայց մենք ուզում ենք քիչ-քիչ այդ ձևաչափից հեռանալ, որովհետև փորձաքննություններն շատ երկար են տևում։ Սրանք են հիմնական մեր մարտահրավերները, որոնց շուրջ աշխատելու ենք։ Արձագանք։ Շնորհակալ եմ Տիկին դատախազ, թե փորձաքննությունների վերաբերյալ եւ առհասարակ կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման դրանց դեմ պայքարի վերաբերյալ, եթե անհրաժեշտություն կլինի օրենսդիր մարմնից աջակցություն, ես ամբողջությամբ առաջարկում եմ իմ աջակցությունը այս առումով եւ ուզում եի նաեւ, եթե դուք իրավասու եք այս հարցին եւս հստակ պատասխանել, ըստ ձեր գնահատմամբ համակարգային կոռուպցիա այս պահին Հայաստանի Հանրապետությունում կա թե ոչ։ Քրեական վարույթների շրջանակում համակարգային կոռուպցիա եզրույթը մինչև առնվազն 2018 թվականը Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ արդեն դատարան ուղարկվող վարույթներով դատախազության համար դառնում է տեսանելի։
Ինչի եմ նշում մինչև 2018 թվական, ինչի եմ նշում Հայաստանի Հանրապետության տարածքում, որովհետև նույն իրավական օգնության պահանջների շրջանակներում մենք ստանում ենք տեղեկատվություն, որ հետապնդման ներքո գտնվող անձինք այլ երկրներում շարունակում են բանկային գործառնություններ իրականացնել այն գույքերի վերաբերյալ, որոնցով մեր երկրում իրականացվում են քրեական հետապնդումներ եւ մենք ստանում ենք այդ բանկային գործառնությունների վերաբերյալ տվյալները։ Այս պայմանությամբ մենք 18 թվականից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված կոռուպցիոն հանցագործությունների համակարգային բնույթի վերաբերյալ տեղեկատվություն չունենք, չենք տիրապետում, ցա ունի մի քանի պատճառներ, որոնցից առաջինը ժամանակագրությունն է։ Համակարգային գնահատելու համար կոռուպցիան մեզ պետք է որոշակի ժամանակահատվածում իդենտիֆիկացնել դերակատարներին եւ ցույց տալ դերակատարների միջև կապերը։ Կապերը մենք կարողանում ենք վերհանել։ Ունեք հիմա քննադատում են, ասում են երկայատևում կոռուպցիոն հանցագործությունների քննությունը, բայց դա նախաքննության փուլի համար, եթե դեռ հետապնդում չկա, գիտեք, ժամկետները հետապնդումների դեպքում են, նորմալ է, որովհետեւ մեզ անհրաժեշտ է ամբողջ ծավալով ուսումնասիրել բոլոր կապերը, որպեսզի մեղադրանք առաջադրելիս մենք այլևս լրացուցիչ դժվարություններ չունենանք։ Սրանով պայմանավորված նաեւ փոխվել է քննության ձևաչափը, ավարտում եմ, քննության ձևաչափը եւ տվյալներ չեն հրապարակվում մինչեւ գործը դատարան ուղարկելը եւ նաեւ նախաքննությունը մինչեւ ամբողջապես վստահ չի լինում կապերի վերաբերյալ դրա մասով չի հանրայնացնում։